Օրեկակ տաղավար մի քանի թեմաներ կա, կարելի ասել այսօրվա մեր զրույցը կբաժանենք 3-4 բլոկի, որոնց դուք հերթով կանդրադառնաք, բավականին ծավալուն ասելիք կա վստահաբար, եւ այսպես երևի սկսենք այս հարցից Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ, հրադադարի ռեժիմ է, բայց մենք տեսանք երեկ եւ առաջին օրը ամբողջ օրը Իսրայելը ռմբակոծում էր Լիբանան, Բեյրութ, այդ աղետալի պատկերները, տեսարանները։ Խնդրեմ այս պատերազմից սկսենք եւ հետո արդեն մի քանի այլ հարցեր էլ կան, համեցեք։ Շնորհակալ եմ Մարիամ ջան հրավերի համար։ Ուրեմն ֆիքսենք հետեւյալը։ Առհասարակ ի սկզբանե Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիան Միացյալ Նահանգների դիրքերից եթե նայենք, նման էր արկածախնդրության, սա նախագահ Թրամփի շատ մեծ վրիպումն էր, որովհետև ակնառու էր, որ հեշտ ու հանգիստ հաղթանակ չի լինելու եւ առհասարակ մեծ հարց է հաղթանակ լինելու էր, թե չէ այդ հենց ամսի 28-ին այդ հարցադրումը արկա էր արդյոք Միացյալ Նահանգները հասնելու է այն խնդիրների լուծմանը, որ ուրեմն իրենք առաջ են քաշել։ Իդեպ նախորդ տարվա 12-օրյա պատերազմը, որտեղ Միացյալ Նահանգները այսպես շատ սիմվոլիկ կերպով մեկ ռմբահարմամբ մասնակցեցին եւ ոչ ավելին, բայց այնուամենայնիվ Իրանի պատասխանը անցյալ տարվա հունիսյան ուրեմն իրադարձությունների ժամանակ պետք է որ հուշեր, որ Իրանում Միացյալ Նահանգները այսպես եթե ժողովրդական լեզվով ասենք չեն կարողանալու վարել ու ցանել։ Վենեսուելական սցենար այն ինչ մենք տեսանք Կարակասում, տարեսկզբին, ուրեմն Իրանում չէր կարող լինել։ Ընդ որում վենեսուելական սցենարի առանցքը այն էր, որ ըստ էության վենեսուելական վերնախավը դավաճանեց իր առաջնորդին եւ Միացյալ Նահանգների հատուկ ստորաբաժանումները անարգել մտան, իհարկե պահպանության անձնակազմի հետ ուրեմն փոխհրաձգություն եղել է, դիմադրություն ցույց է տվել ուրեմն Մադուրոյի պահպանության անձնակազմը, բայց այստեղ արկա էր դավաճանության հանգամանքը, ուղղաթիռները Կարակասի վրայով ցածր թռնում են, ոչ մի կրակ չկա, եկան տարան, որովհետև արկա էր դավաճանություն եւ հետագա դեպքերի զարգացումը հուշեց, ապացուցեց այդ փաստը, որ ուղղակի վենեսուելական վերնախավը դավաճանել է իր առաջնորդին։ Իրանի պարագայում նման հեռանկար չկար եւ մենք ինչ ենք տեսնում 41 օրյա ռազմագործողությունների արդյունքում։ Փետրվարի 28-ին, երբ ագրեսիան Իրանի դեմ մեկնարկեց, Հորմուզի նեղուցը բաց էր եւ կատարելապես չէր վերահսկվում Իրանի կողմից, 41 օր ռազմագործողություններից հետո Իրանը լիարժեքորեն վերահսկում է Հորմուզի նեղուցը, ոչ միայն ուղակի վերահսկում է, այլ նաև լուրջ եկամուտ է ստանում ամեն անցնող նավթատարից մոտ $2 միլիոն գանձելով ըստ ամերիկյան մասնագետների հաշվարկի, Իրանը ամսական մոտ $8 միլիարդ, տարեկան մոտ $96 միլիարդ հավելյալ եկամուտ է ստանալու, այսինքն մեր ժողովուրդը մի այսպիսի խոսք ունի, չէ, օդից փող։ Հիմա իրանական ուրեմն կողմը օդից փող է ստանալու եւ եթե մենք ի վերջո ուզում ենք հասկանալ ռազմագործողությունների ելքը ինչպիսին էր, ում համար էր շահավետ, ի վերջո ով հաղթեց, ով պարտվեց, պետք է հստակ չափանիշներով դատենք։ Իսկ չափանիշը հետեւյալն է. Իրանը լիարժեքորեն վերահսկողության տակ է պահում Հորմուզի նեղուցը եւ եկամուտ է ստանալու նեղուցի ուրեմն օգտագործման թույլտվությունը տալու հանգամանքով պայմանավորված Միացյալ Նահանգները իրենց ռազմական ներկայությունը այլևս նախկին մասշտաբներով համենայն դեպս չունեն Մերձավոր Արևելքում կամ ինչպես մեր իրանացի գործընկերներն են ասում Արևմտյան Ասիայում,
այսինքն Միացյալ Նահանգները հետ քաշվեց, կվերադառնա թե չէ շատ մեծ հարց է, Իրանը թույլ կտա արդյոք վերադառնալ Մերձավոր Արևելք ամերիկացիներին, ու էլի նույն ծավալի ռազմաբազաներ տեղակայել, կտրուկ կատեգորիկ պահանջ է դրված, որ ոչ այդպիսի հեռանկար չի լինելու։ Հաջորդը իրանական պետականությունը ոչ միայն կանգուն մնաց, համախմբում տեսանք իրանական հասարակության ու իրանական վերնախավի շուրջ, Իսրայելին հասցվեց շատ լուրջ ու ծանր հարված, Իրանը վերականգնեց իր ազդեցությունը դիմադրության առանցքում, այսինքն այն կառույցները, որոնք 24-ի վերջին 25-ին ընկալվում էին իբրև խիստ թուլացած, նույն Հեզբոլլահը, ինչ որ չափով հութիների պարագայում, մենք տեսանք, որ չէ, այնինչ Իրանում կոչում են դիմադրության առանցք, անխափան եւ շատ արդյունավետ աշխատեց, ընդ որում մեկ կառավարման կենտրոնից, այսինքն Իրանի կողմից հովանավորվող շիայական կառույցները լիարժեքորեն մասնակցեցին Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ագրեսիային, իօգուտ իրանական կողմից, Իրաքում, Եմենում հութիները եւ Հեզբոլլահը Լիբանանում, եւ փաստորեն ազդեցությունը, որ կարելի էր կարծել, թե 24-ի վերջին 25-ին Իրանը կորցրել էր, ուրեմն Մերձավոր Արևելքում, լիարժեքորեն վերականգնվել է։ Հիմա ըստ այդմ մենք կարող ենք վստահ հետևություն անել առ այն, որ Իրանը այս 41-օրյա ռազմագործողությունների արդյունքում հաղթել է։ Իհարկե ունեցել է ծանր կորուստներ, իհարկե հարվածներ է ստացել, բայց ամերիկյան կողմը եւ իսրայելական կողմը իրենց արժեվ դրված եւ ոչ մի խնդիր չեն լուծել, մինչդեռ իրանական կողմը ձեռք է բերել անհերքելի առավելություններ, ակնառու առավելություններ, որ այդ առավելություններից թիվ 1-ը Հորմուզի նեղուցի հանդեպ լիարժեք վերահսկողությունն է, ամերիկյան ռազմական ներկայության շեշտակի թուլանալն է, կրկնում եմ, Մերձավոր Արևելքում շիայական կառույցների հանդեպ ուրեմն ոչ միայն վերահսկողություն, այդ կառույցների էֆեկտիվ գործունեությունը մեկ կառավարման կենտրոնից վերականգնելն է եւ այլն։ Հարց. արդյոք այս հրադադարը երկար կտևի։ Տեսեք, փաստ է, որ Միացյալ Նահանգները կորուստներ են ունեցել, եւ նյութական եւ անձնակազմի, փաստ է, որ այս պարտությունը քողարկելու նպատակով Թրամփը ամեն աստծո օր խոսում էր հաղթանակներից, ինչը շատ այսպես անլուրջ էր ընկալվում ողջ աշխարհով մեկ, փաստ է, որ առաջիկա կոնգրեսի միջանկյալ ընտրություններում չտապալվելու նպատակով Միացյալ Նահանգներին այլևս Թրամփի վարչակազմին, այլևս ձեռնտու չէր պատերազմի շարունակվելը, ամեն գնով պետք էր պատերազմը կանգնեցնել, եւ ըստ այդմ հետևությունները այսպիսին են, որ իսրայելական կողմը իդեմս Նետանյահուի կանի ամեն հնարավորը, որպեսզի հրադադարը խախտվի, բոլոր հնարավոր եւ անհնարին սադրանքների կգնա իսրայելական կողմը, որպեսզի դրթի Թրամփին երկրորդ անգամ սխալվել, որովհետեւ Նետանյահուն, եկեք ընդունենք, իսկապես լուրջ հաջողության հասավ ամերիկյան ռեսուրսով փորձելով ուրեմն թուլացնել իր հակառակորդ հռչակված Իրանին, բայց երկրորդ անգամ արդյոք Թրամփը կգնա այս քայլին, թե չէ։ Ենթադրում եմ, որ հաշվի առնելով միջանկյալ ընտրությունների հանգամանքը եւ պատերազմի շարունակվելու դեպքում նաեւ կորուստների ավելի մեծաթիվ դառնալու անխուսափելիությունը, առնվազն մինչև նոյեմբեր Միացյալ Նահանգները այն նույն ծավալով, որ ներգրավված էին ռազմագործողություններում, չեն ներգրավվի։ Կոնգրեսում ընտրությունների ելքով պայմանավորված նոյեմբերից հետո գուցե մեկ անգամ էլ Միացյալ Նահանգները փորձենա մտնել այս ամբողջ պատմության մեջ, բայց ելի այստեղ հավանականությունը մոտավորապես այսպես գնահատում եմ 50-50 հարաբերակցությամբ, որովհետև
այդ ժամանակահատվածը հարաբերական խաղաղության իրանական կողմը լիարժեքորեն օգտագործելու է վերականգնվելու համար ել ավելի իր ռեսուրսները ավելացնելու եւ ելի եմ կրկնում հաղթողի դիրքերից է հանդես գալու արդեն այս պահից սկսած ու հանդես է գալիս լրացուցիչ եկամուտներ ունենալու, այսինքն եթե անգամ ամերիկացիները որոշեն երկրորդ անգամ ավելի մեծ ծավալով մտնել այս պատմության մեջ, իրենք պետք է հաշվի առնեն, որ գործ ունեն շատ ավելի ուժեղ դիրքերում հայտնված Իրանի հետ։ Այնպես որ եթե հետևություն իրանական կողմը այս իրավիճակում անկասկած հաղթող է, ինչը խոստովանում են բազմաթիվ եւ ամերիկյան թե իսրայելական փորձագետներ, նաեւ երրորդ չեզոք երկրների փորձագետներ։ Եվ մի փոքր կուզեի նաեւ այստեղ անդրադառնալ Թրիփի հերանեկարին։ Տեսեք, Թրիփը ոչ այլ ինչ է, եթե ոչ Զանգեզուրի միջանցքը անվանափոխված հայ հասարակությանը խաբելու, մոլորեցնելու համար Զանգեզուրի միջանցքի այս վտանգավոր ու գիտեք տագնապներ ու զայրույթ հարուցող անունը հայ հասարակության տեսադաշտից հեռացնելու համար, հայ հասարակությանը խաբելու համար Զանգեզուրի միջանցքի հեռանկարը փորձ է արվել կենսագործել բոլորովին այլ անվան տակ, Թրիփ անվան տակ։ Իր էությամբ սա հակաիրանական, հակառուսական ու բնականաբար հակահայկական պրոյեկտ է։ Չմոռանանք, թե քանի անգամ Իրանի Իսլամական Հանրապետության մեր դաշնակիցները զգուշացրել են օրվա Հայաստանի ոչ բարով իշխանությանը զերծ մնալ ամեն տեսակ հակաիրանական պրոյեկտներում, այդ թվում նաև Թրիփում ներգրավվելուց։ Հիշենք, թե քանի անգամ է օրվա այսպես կոչված մեր իշխանությունը փորձել մոլորեցնել Իրանի Իսլամական Հանրապետության մեր բարեկամներին, առայն թե իբր այս ծրագիրը իրենց ոչնչով չի սպառնում, բայց հատկապես իրանական վերնախավի այն թևը, որ ավելի կտրուկ դիրքորոշման կրող է, հատկապես գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականի Պարագայում Վալայեթի Պարագայում մենք միշտ տեսել ենք շատ կտրուկ հայտարարություններ, իրենք այս խայծը կուլ չեն տվել, չեն թույլ տվել, որպեսզի հայկական կողմ կոչվածն ու հայկական շատ մեծ վերապահումներով ասենք, հա, ձևականորեն հայկական բովանդակությամբ թուրքից ավելի թուրք, հա, Հայաստանի օրվա ռեժիմը թույլ չեն տվել, որ իրենց մոլորեցնի, Իրանի մեր գործընկերների մասին է խոսքը։ Եվ հիմա տեսեք ինչ է ստացվում։ Հունվարին մենք ինչ էինք տեսնում։ Մենք տեսնում էինք, թե ինչպես Հայաստանում Իրանի դեսպանատան առջև կազմակերպվում էր էժան շոու, ամեն տեսակ բաշիբոզուկների հավաքում էին, սրանք սկսում էին վանկարկումներ անել, բացահայտ հակաիրանական ակցիա էր, իբր օրվա նիկոլական իշխանությունը այսպես իբր չեզոք դիրքում էր իրեն փորձում ուրեմն ցուցադրել, թե իբր ինքը կապ չունի, բայց իրականում առանց Հայաստանի իշխանությունների հավանության եւ համաձայնության նման ակցիաները ուղղակի չէին կարող տեղի ունենալ, ռեգուլյար ամբողջ հունվար ամիսը Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց էժան նիկոլական շոու էր։ Եվ չմոռանանք, որ հունվարի վերջին, թե փետրվարի սկզբին Հայաստանի Հանրապետությունում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը շատ կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ, մոտավորապես հղում եմ անում իր խոսքերին, ասեց Իրանում ձևավորվել է այնպիսի մի տեսակետ, որ Հայաստանը դարձել է հակաիրանական ուժերի կենտրոն, սա շատ կտրուկ հայտարարություն էր, եւ եթե իրանական պետականությունը թուլանար ու անկում ապրեր, ապա Թրիփի հերանեկարը անխուսափելիորեն կյանքի կկոչվեր, իհարկե եթե այս իշխանությունը կարողանար վերարտադրվել։ Բայց մենք տեսանք ճիշտ հակառակը, իրանական հանրությունը կանգնեց իր վերնախավի կողքին, իշխանություն, հասարակություն միահամուռ կամքի շնորհիվ իրանական պետականությունը ոչ միայն դիմակայեց, հաղթեց, մեր բարեկամ Իրանը դուրս եկավ արժանապատվորեն գլուխը բարձր ու հաղթանակած 41 օրյա ռազմագործողություններից եւ ըստ այդմ թաղվեց
թրիփի հեռանկարը։ Սա արդեն ակներև է, որովհետև եթե իրանական կողմը հարցը հստակ է դնում, որ Մերձավոր Արևելքում կամ Արևմտյան Ասիայում, ինչպես իրենք են ասում, ամերիկյան ռազմաբազաներ չպետք է լինեն, ու խոսքը արդեն իսկ գոյություն ունեցող ռազմաբազաները հանելու մասին է, իրենք ըստ էության վռնդեցին ամերիկացիներին Իրաքից, հարվածել են որտեղ որ հնարավոր է, ամերիկյան կողմը էվակուացրել է իր անձնակազմը բազաներից շատ տարբեր հատվածներում, Մերձավոր Արևելքի իրենց բազաներից։ Եվ եթե անգամ գոյություն ունեցող բազաները հանելու խնդիր է դնում Իրանը, բնական է, որ թույլ չի տալու եւ ամեն կերպ շատ ավելի հուժկու հակազդելու է իր հյուսիսում Հայաստանի տարածքում, Հայաստանի տարածքի օտարման, սա կրկնում եմ, Հայաստանի տարածքի օտարման գնով ամերիկյան նոր ներկայությանը շատ հուժկու կերպով է հակազդելու։ Եվ հաշվի առնենք, որ այդ թրիփ ասվածը զուտ տնտեսական, այսպես ծրագիր չի, թրիփի անվան տակ, տնտեսական համագործակցության հեռանկարի անվան տակ ամերիկացիները զինուժ են բերելու։ Դա մասնավոր ռազմական ընկերության տեսքով կլինի, ռեգուլյար զինված ուժերի ստորաբաժանման տեսքով կլինի, հատուկ ծառայությունների, բազաների ու հենակետերի ու ռեզիդենտուրաների տեսքով կլինի, սա խնդրի այլ կողմն է։ Սա բերելու է նաև ամերիկյան ռազմական ներկայություն ու Իրանում սա շատ լավ հասկանում են եւ կրկնում եմ շատ ավելի հուժկու կերպով, շատ ավելի մեծ զայրույթով ու ավելի կտրուկ են հակազդելու թրիփի հեռանկարին եւ ըստ էության թրիփի հեռանկարը կարելի է համարել արդեն մեռած, անգամ եթե ընդունենք այն հեռանկարը, որ այս իշխանությունը արյուն հեղելով ամեն տեսակ այլանդակություններով էլ վերարտադրվի, անգամ այդ դեպքում իրանական հակազդեցությունը թույլ չի տա, որպեսզի այստեղ այդ ծրագիրը կյանքի կոչվի։ Բայց քանի որ ես վստահ եմ, որ այս իշխանության օրերը հաշված է եւ իրենց մնացել է ճիշտ այնքան ժամանակ, որքան մնացել է ընտրություններին, եւ մենք ունենալու ենք պետականակենտրոն իշխանություն, ապա նոր աշխարհակաղակական իրողություններում այդ թրիփ կոչվող թղթի կտորը պետք է աղբամանը նետել եւ Հայաստանի ինքնիշխանության ներքո գտնվող տարածքի հանդեպ Հայաստանի լիարժեք ինքնիշխանության դիրքերից բանակցել տնտեսական հեռանկարների շուրջ տարբեր կողմերի հետ առաջին հերթին հաշվի առնելով ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի եւ պոտենցիալ ստրատեգիական դաշնակից Իրանի եւ Հայաստանի Հանրապետության գրեթե նույնական շահերը։